Արդեն 2 տասնամյակ Արկոլադը բելգիական, գերմանական հումքով կարելի է ասել անփոփոխ դիզայնով շոկոլադ է արտադրում ու կայուն պահում պահանջարկը։ Շոկոլադապատված ծիրանաչիրն ընկույզով իրենց ամենավաճառվող պրոդուկտն էր 20 տարի առաջ ու հիմա նույնպես։ Հայաստանում փոքր չափերով եվրոպական մոդելի գործունեություն ենք սկսել, ինքը նման չի եղել հետսովետական համակարգին, իրական շոկոլադով հայկական պրոդուկտներ ենք սկսել արտադրել, որը որ այդ ժամանակների համար բավական համարձակ քայլ էր։ Համարձակ քայլից մինչև հաջողություն 6 տարի պահանջվեց, երբ բիզնեսն արդեն սկսեց աշխատել շահույթով, քիչ-քիչ համալրեցին նաև արտադրական սուղ կարողությունները, սկսեցին ավելի մեծ ծավալի հումքներ մուծել ու տոննաներով հայկական չորամրգեր տեղում ձեռք բերել, շոկոլադապատել։ Սկսել ենք շատ փոքր քանակներից, մի քանի կիլոից օրական եւ այսօր 50-60 տոննա տարեկան շոկոլադ ենք արտադրում։ Առ այսօր աշխատում են վարձակալած տարածքում, դեռ 2013-ից են կարիք ունեցել ավելի ընդարձակ պայմաններում գործը զարգացնելու, սեփական հասցեն ունենալը տարիների երազանք էր, որին ընդառաջ քայլն արեցին 2017-ին, Զովնիում հողատարածք գնեցին եւ 8 տարում գործարան կառուցեցին։ Այս համար պատրաստվում են նորամուտի։ Սա մեր գործարանի նոր արտադրամասն է լինելու։ Կառուցվածքային սննդի անվտանգության բոլոր նորմերին համապատասխան, սկսած օդամուղերից վերջացած այս պանելները, որոնք որ մաքրելու հանդեպ զգայուն չէ, թե մետաղը քայքայվում է, սա պլաստիկից է, միջի քայքայվում։ Թարմ հաշվարկներով մոտ 500 միլիոն դրամ է արժեցել ընդհանուր պրոյեկտը։ 2024-ին իրենց ներդրումային ծրագիրը ներկայացրել են նաև կառավարությանը։ Հիմնականում Ավստրիայից ներմուծվող որոշ ապրանքների համար մաքսատուրքի արտոնություն ստացել՝ պատերի եւ առաստաղի սալեր, սենդվիչ պանելներ, դռներ, դրանց հավաքման աքսեսուարներ, ընդհանուր 58 միլիոն դրամի ապրանք։ Մաքսատուրքը մոտ 4 միլիոն դրամ է կազմում, առաջիկայում կստանան ու կուղեն ընթացիկ ծախսերին։ Կորեայից մինչև Միացյալ Նահանգներ փոքր խմբաքանակներով արտահանումներ ունեցել են, պատրաստվում են նոր ստարտ վերցնել, նոր պայմանագրեր կնքել։ Մեզ սիրում են, մեզ ընդունում են, մենք արևելքից արևմուտք շատ տարբեր երկրներում վաճառքներ ունեցել ենք, բայց կայուն վաճառքի համար մեզ պետք է եղել բավարար արտադրական կարողություններ, որը մենք չենք ունեցել։ Իսկ այստեղ մենք դուրս ենք գալիս լրիվ այլ հարթություն։ Այս արտադրական կարողությունը մեզ հնարավորություն կտա 8 մինչև 10 անգամ մեծանալ։ Տարիների ընթացքում բավարար գույքային հագեցվածություն ապահովել են սեփական միջոցներով, 2020-ին նաև կառավարության եւ Համաշխարհային բանկի համատեղ համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի համաֆինանսավորմամբ ստանալով մոտ 24 միլիոն դրամ դրամաշնորհ։ Պետական աջակցության այլ հնարավորություններից են օգտվում արտադրական կարողությունները հզորացնելու համար։ 24 թվից հետո սուբսիդավորման ծրագրերով լիզինգի եւ վարկային 6 միլիոն դրամի սարքավորումներ ենք ձեռք բերել, իսկ հիմա մենք դիմել ենք մոտավորապես 15-16 միլիոն դրամի նոր սարքավորումներ ձեռք բերելու համար։ Վարձակալած շենքը վարչական հատվածներ ներառյալ մոտ 300 քառակուսի է կազմում, նոր սեփական գործարանի միայն արտադրական մակերեսը 1000-ից ավելի, չհաշված աշխատողների համար նախատեսված հարմարությունների հատվածը, ճաշարան, հանդերձարաններ, պահեստային ենթակառուցվածքն էլ նոր հնարավորություններ կբացի։ Ունեն առանձին հումքի, փաթեթավորման նյութերի, պատրաստի արտադրանքի, նաև ջրերի համար նախատեսված պահեստներ։ Գործարանի այգում արդեն նորատունկ ծառեր ունեն, հետագայում պլանավորում են նաև սեփական բերքը վերամշակել ու շոկոլադապատել։